only fact I see. It's very, very extraordinary. Այսօրվա 10 մասնակիցները կրկին պատրաստվում են խաղի։ Ու թեև խաղից դուրս հեռուստաակումբի անդամները շատ լավ են ճանաչում միմյանց, սակայն այդ նույն մասնակիցների համար խաղերն ավելի բարդ են ընթանում, քան կարելի է ենթադրել։ Ընդամենը մի քանի րոպե հետո նրանք կբաժանվեն երկու հակառակորդ ճամբարների, կարմիրների և սևերի։ Կարմիրների թիմը բաղկացած կլինի 6 սովորական կարմիր խաղացողներից և նրանց առաջնորդող շերիֆից, իսկ սև խաղացողներն ընդամենը 3-ն են, որոնցից մեկը Դոնն է։ Սակայն ի տարբերություն կարմիրների, սևերը ճանաչում են միմյանց և գիշերները կարմիրներին վերացնելու հնարավորություն ունեն։ Խաղավարում է Արթուր Սարգսյանը։ Դե ինչ, բարի երեկո, տիկնակ և պարոնայք, ուրախ եմ ձեզ ողջունել Կարմիր տեսև հեռուստաակումբի հերթական խաղին։ Իդեպ հիշեցնեմ, որ առաջին եթերաշրջանից հետո Կարմիր տեսև հեռուստաակումբը հայտարարեց հեռուստադիտողների մրցաշար, որում ի հայտ եկան 5 հաջողակ խաղացողներ։ Նրանցից 2 այսօր մեզ հետ են։ Խնդրում եմ ողջունեք համար 4 Ստեփանյան Մարինե և համար 9 Երիցկինյան Հրանտ։ Եվ այսպես գիշեր։ Առաջին գիշերվա ընթացքում բոլորը ստանում են մեկական խաղաքարտ, որի վրա նշված է, թե ինչ դերում է հանդես գալու ամեն մեկը։ Խաղաքարտերը 4 տեսակի են։ Համար 1 շարքային կարմիր խաղացող, շնորհակալություն համար 2, համար 2 կարմիր խաղացող, շնորհակալություն համար 3, համար 3 շերիֆ, ով կարմիրների թիմի ղեկավարն է և սկսած երկրորդ գիշերվանից սևերին գտնելու նպատակով յուրաքանչյուր գիշեր իրավունք ունի ստուգելու ցանկացած խաղացողի պարզելու նրա իրական դեմքը։ Համար 4 Դոն, ով սևերի ղեկավարն է և սկսած երկրորդ գիշերվանից շերիֆին գտնելու նպատակով յուրաքանչյուր գիշեր իրավունք ունի ստուգելու կարմիր խաղացողներից որևէ մեկին։ Համար 5 կարմիր խաղացող, շնորհակալություն համար 6, համար 6 կրկին կարմիր խաղացող, շնորհակալություն համար 7, համար 7 կարմիր խաղացող, շնորհակալություն համար 8, համար 8 կարմիրների թիմի հերթական անդամը, շնորհակալություն համար 9, համար 9 սև խաղացող, շնորհակալություն և համար 10, համար 10 սև խաղացող, շնորհակալություն։ Այսպես արտանում են սևերը։ Սա առաջին և վերջին գիշերն է, երբ սև խաղացողները միասին բացում են աչքերը, ծանոթանում իրար հետ, վարողի հետ և որոշում կարմիրներին վերացնելու մարտավարությունը։ Խաղի կանոնները խախտելու դեպքում վարողը խաղացողներին նկատողություն է հայտարարում։ Երրորդ նկատողությունից հետո տվյալ խաղացողը մեկ շրջանի ընթացքում զրկվում է ձայնի իրավունքից։ Չորրորդ նկատողությունից հետո խաղացողը հեռացվում է խաղից։ Խաղն ավարտվում է այն դեպքում, երբ խաղից հեռացված են լինում բոլոր 3 սևերը։ Այդ դեպքում խաղում հաղթում են կարմիրները, կամ երբ սևերի և կարմիրների քանակը հավասարվում է։ Այդ դեպքում հաղթում են սևերը։ Արամոտ։ Բարի արամոտ։ Եվ պարոնայք, համար 1 խնդրեմ։ Բարեկո, ողջունում եմ բոլորին, բոլոր խաղացողներին, հերթադիտողներին նույնպես, լույսը շատ ուժեղ է, դրա համար եմ կկոչվում այսպես։ Ակնկալվում է լավ խաղ, հետաքրքիր, բազմազան լի տարբեր անակնկալներով, իհարկե կարմիրների կողմից, քանի որ խաղ կոչվում է սև և կարմիր կամ կարմիրի թե սև, իսկ կարմիրը ավելի շատ են, ինչ ես դու խոսում, հիմա այդ հայացքով առնում ինձ նայում, ես անհասկանալի խաղացող եմ։ Այո, նույնիսկ ինքս չեմ հիշում ինչ գույնի ուրեմն խաղաթուղթ եմ վերցրել, եւ դա իհարկե պարզ կլինի մյուս շրջանին, եթե իհարկե ես մնամ այստեղ ձեր կողքին եւ գիշերը վատերը ինձ չգնդակոցեն։
10 վայրկյան։ Խոսք գնդակոծել, որ տեղում իհարկե կա, չի ուզում ասել գնդակալ, որ դեպքան լավ չի, դա հնչում, իսկ գնդակոծել ավելի հետաքրքիր է։ Խոսեմ ավելի մանրամասն, ավելի հետաքրքիր մյուս շրջանում շնորհակալություն, Շնորհակալություն համար 1, շնորհակալություն համար 2, խնդրեմ։ Ծանր է իհարկե վիճակը։ Դու չասեցիր ինչ էր ծիծաղում, ես քեզ հարցրեցի ինչ էր ծիծաղում, դու հետ էիր ուզում ինձ պատասխանեցիր, ամենայնիվս ողջունում եմ բոլորին։ Ուղղակի մի բան, Արմանը մի փոքր լարված է, մի փոքր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 3, խնդրեմ։ Բարի երեկո բոլորին, հուսով եմ խաղը շատ լավը կլինի և հետաքրքիր, ինձ համար անհասկանալի էր ինչի էր արդարանում, որ աչքերդ կկոցում ես, փորձում էիր գիշերվա ընթացքում բաց աչքերդ արդարացնեիր, թե ինչ, որ տենց հետո հանեցիր մասկատ ու սենց ուզում էիր անեիր, որ հավատեմ, որ ամբողջ գիշեր աչքերդ փակ եղել, ես օրինակ տենց կարծեցի, էլի, չգիտեմ ինչի, երևի բոլոր կարմիր խաղացողներին կուզենամ ասել, որ ես բոլորի հետ եմ և հուսով եմ թիմային լավ խաղ կլինի, որի ընթացքում մենք կհաղթենք, շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 4, խնդրեմ։ Բարի երեկո, այ համար 3-ի խոսքի մեջ այդ թիմային խաղ լավ բանը նախադասությունը դուրս եկավ, որովհետև կարմիր եմ ես, որ կուզենամ թիմային խաղամ, ինչը կօգնի ինչ-որ բան հասկանալու համար, այս 3 խոսացածից համար 2-ն 3-ը ինչ-որ նեյտրալ էին, 50-50, իսկ այ համար 1-ը ինձ թվաց, որ ինք հարտնացավ ու գիշերը մտածված տեքստ չասեց, գիշերը այդ տեքստը չէ մնացել, լրիվ էքսպրոմպտը, ու դա պրինցիպի կարելի նաև նրանից, որ ինքը գիշերը ուրիշ բանով զբաղված եղել, շնորհակալություն տալիս։ Շնորհակալություն, համար 5, խնդրեմ։ Թեթև լարվածություն զգացի համար 4-ի մեջ, ոչ դրական միջալոց։ Իմ համար հետո ես կարմիր եմ, հետևաբար ինչ-որ սև թեթև նոտաներ լսեցի, 3-ը ինձ դուր եկավ ոնց խոսեց, շատ ես կարմիր 3 հետ, հետո կոչ է և այլն ամեն ինչը կարմիր էր։ 1-ը չգիտեմ, 4-1, 4 չհավատաս չէ 1-ին, շատ նորմալ է, ես գտնում եմ, որ 4-1 ստուգումը, նշանակություն չունի, 1 թե 4, Չնայած ավելի շուտ 4, որտեղ 4-ը ավելի սև խոսեցին համար, ռեակցիաներով 1 ավելի կարմիր, որտեղ ինձ արդյոք կարող 1-ին խցեն, չէ՞ նրա վրա։ 4-ին թող ստուգի շերիֆը, ինձ թվում է ինքը սև, իրավը 1-ն ու 4-ը տարբեր թմերում են, երկուսն էլ բավականին հանգիստ խոսած, եւ նկատեց 7-ի լարվածությունը, տարօրինակ բան, առաջին անգամ։ 7-ն էլ պոտենցիալ ստուգման ենթակա մարդկայատորաբարի համար, առայժմ 2-3-ին կարմիր թիմը։ Շնորհակալություն։ Համար 5, համար 6, խնդրեմ։ Ես բայց գտնում եմ ավելի ճիշտ է 1-ը ստուգվի, ինչի համար, եթե ասենք 1-4 տարբեր թմերից են, չէ՞, եթե 1-ը սև է, ինքը ավելի շատ լարվեց 2-ի հայացքից։ Այսինքն եթե իրանք իրար սև լինեին, իրար սևից նա չէր քաշվի այդքան ու ոնց որ ասենք ստացվում է երկրորդ համարը կարող կարմիր լինի, որ սևը չգիտի ինչ խոսա ու զգում է ձախ կողմից նայում են իրա վրա կարմիր խաղացողը։ Դա 1-ը ստուգելը, եթե սև հայտնաբերվի, կտա կարմիր 2, կարա տա 4 կարմիր, եթե կարմիր 2-ը, այդ 7-ի ստուգումը տեղի կունենա, ես չէի կարող լարվածություն տեսնել, կող 20 նստել, ես մարդը թե կարմիր է, ասենք իրա ինֆորմացիան պրոդուկտիվ է մեր համար, դրա համար ես թվում 1-ը ստուգելը նորմալ է։ 10 վայրկյան։ Համենիկը որջում է խոսալու երկրորդ շրջանի, դա էլ է ճիշտ ինձ թվում է 1-ը ստուգվի, դրանով ես կարմիր է, չէ, համար 7։ Շնորհակալություն, համար 6, համար 7, խնդրեմ։ Երեկո, ուրեմն ինչ վերաբերում է, ես միշտ ուղղակի զգոն եմ մոաչալուրջ, բազմիցս ասել եմ նորից կասեմ, դա տարբերվում է լարվածությունից։ Ինչը տեղի ունենում, ինձ այս շրջանում արդեն սկսում է դուր չգալ համար 5-ի ընտրած մարտավարությունը, ինչի համար 4-ը, համար 5, դու միշտ կոնստրուկտիվ ես, չէ, ես որքանով ես գիտակցում եմ, համար 4-ը նոր խաղացող է, անկախ դրանից ինքը սև է, թե ինքը սպիտակ է, հակառակը, եթե նույնիսկ ինքը սև է, թող ինքը մնա խաղի մեջ։
Մեկի վերաբերյալ համաձայն եմ, որ կարևոր է նա սևա թե չէ, բայց ինձ համար շատ ավելի կարևոր է այս պարագայում, արդյոք դուք սև եք թե ոչ։ Իսկ կոմիսարը ժամանակը ծախսել ստուգել համար 4-ին, որը նոր խաղացող է շատ քիչ մարդ այստեղ ճանաչում, սև կլինի, կարմիր կլինի, ինչ կլինի, ինչը լինի վերջում կերևա էլի։ Համար 6-ին համար կարմիր խաղացող է։ Միանշանակ։ Ասեմ ինչի, որովհետև իրոք մարկը համար 1-ը նկատեց ներողություն, որ լույսերը բավականին ուժեր են այստեղ, այսինքն հեռուստատեսային նկարահանումը հասկանալի է։ Ուրեմն երկար մթությունից հետո որ անմիջապես ընկնում ես լույսի մեջ, չի կարող դա չազդի։ Բայց տարբեր մարդիկ տարբեր են։ Մարդիկ ովքեր որ գիշերվա ընթացքում լույսը տեսել են, իրենք այդքան շատ չեն դառնում։ Իսկ աչքերը բացում են։ Ես ունեմ դրա վերաբերյալ որոշակի նկատառումներ, որոնցում որ կճիստեն մյուս անգամ 6-րդ համարը ինձ համար առայժմ կարմիր խաղացող է, իսկ 5-րդ համարի մարտավարը ինձ համար շատ կարևոր է։ Շնորհակալություն, համար 8 խնդրեմ։ Բարի երեկո, շատ ծավալուն եմ խոսել մինչ այս, սկսած առաջին համարից, կոնկրետ բան ինչ-որ չեմ կարող ինչ-որ մեկի վերաբերյալ ասել, ինձ շատ համոզիչ թվաց 6-րդ համարի խոսածը, մտքերը, ես կարմիր խաղացող եմ անկեղծ ու խաղում եմ այս խաղը կարմիրների համար ու շատ ցանկանում կարմիրներով հաղթենք, այդպես։ Շնորհակալություն։ Համար 9 խնդրեմ, սկսեմ իմ կարմիր թեմից, հետի համար 2-ն են, համար 6-ն է ու համար 7-ն է, այսինչ ասեմ իմ համար այդ որ կարմիր են ներկայությամբ, ինչը վերաբերում է համար 5-ին։ Համար 5-ը իմ կարծիքով լինելով սև խաղացող, ինքը ստուգման տվեց համար 4-ին, իմանալով համար 4-ի գույնը և ցանկանալով, որ ինքը ուղղակի որպես 5-րդ համար, որպես սև, մնա մենակ, այսինքն իր կողքը ոչ մեկ չլինի։ Այսինքն իմ կարծիքով տենց, այսինքն ինքը իր դաշտում ուզում է մաքրի, զուտ թե էմոցիոնալնի, թե այդ առումով ուզում է ինքը պրոստը մաքրի իր պոլան համար 4-ին ստուգել տալով, հետո հանելով, չգիտեմ, իմ կարծիքով։ Իմ կարծիքով համար 5-ը սև է իմ համար, շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 10 խնդրեմ։ Ես ճիշտ հասկացա, որ դուք ասում եք, որ ես 4-ը և 5-ը սև եմ։ Դա ինչն է մաքրում համար 4-ի, ստուգել տալի։ Ես տվել պարագայում այ արդեն սաղին լսելով իմ համար ամենաանհասկանալին խոսացել է 9-ը, ամենակարմիրը իմ համար 2-ն է եղել, որպես բացր ես նայել եմ ինքը ատկռավենն է հարցատվել են հարցը, որը կարայի ես հարցը տայի Մարկ, ինչի ծիծաղում, որ իմ Մարկը մի րոպե խոսած չպատասխանեց, այդ արդեն այլ հարց է, իմ համար կարմիրներ են 2-ը, 6-ը, 7-ը չեմ կարող ասեմ, որովհետև 7-ը քշում է 5-ի վրա, իսկ 5-ը իմ համար, ես պրոստը իրան շատ երկար եմ խաղացել, ես իրան հավատում եմ, սենց ասեմ, այս են խաղելից է, որ ես միայն հավատում եմ, 2-ը, 5-ը, 6-ը իմ համար կարմիր են, մնացածը անհասկանալի են իմ համար։ Դասպես կան, շնորհակալություն։ Եվ այսպես գիշեր։ Սևերը դուրս են գալի որսի և անցնում են համար 1-ի կողքով, համար 2-ի կողքով, համար 3-ի կողքով, համար 4-ի կողքով, համար 5-ի կողքով, համար 6-ի կողքով, Այս գիշեր սևերը խաղից հեռացրեցին համար 6-ը, համար 8-ի կողքով, համար 9-ի կողքով, համար 10-ի կողքով և հեռանում են, արտանում է դոնը։ Դոնը ստուգեց համար 3-ին և գտավ շերիֆին։ Արտնանում է շերիֆ։ Շերիֆը ստուգեց համար 1-ին և չգտավ սև խաղացող։ Առավոտ։ Բարի առավոտ։ Կուզեի ասել, սակայն համար 6։ Տեսավնասնելու բան չունեմ, principi այսինք ինձ հետո խոսացածներից 7, 8, 9, 10, չգիտեմ, 9 անհասկանալի խոսած, բայց ինքը այնքան անհասկանալի բան ասաց, որ նենց շոր սևական բան չկար մեջ, էլի։ Այսինքն ինչ ասաց ինքը, հա, ինքը անհասկանալի բան ասաց, բայց ինչն էր տես սևական, որ անհասկանալի էր, չգիտեմ։ Մեկը, եթե շերիֆը չի լսել ստուգի մեկին, չի ստուգի, թե ստուգի ես կրուգան պայման, չգիտեմ, 7-ին այն ստորում պետ ստուգել, եթե դեմ չի 7-ը, հա,
Տենց 8-ը անհասկանալի էր, 10-ը, որը նկատեցին մի խոսալը, չգիտեմ, չի կարող կարմրական լինի, ամենայն դեպս ինձ թվում է 7-1 հիմա պետք է խոսալ այդ թեմաներով, չէ, 7-1, մեկը չէ, հա, Աշխարհական ստուգելը, չէ, շնորհակալություն, համար 6, եւ այսպես համար 2 խնդրեմ դուք սկսում եք օրվա քննարկումը, այսպեսի բան ասեմ, որ ամենաշատը ընթացիկ կրուգի, անցյալ կրուգի ժամանակ դուրս չեկավ համար 10-ը, կարամ բացատրեմ ինչի համար 10-ը։ Ձեր մոտ ամենամեծ հնարավորությունը խոսալ բոլորից, որտեղ մինչև ձեզ խոսացել է 9 հոգի մարդ։ Խոսալ նրանից, որ համար 9 խոսում է ինչ-որ խառնված, պարզ է դա սաղին հասկանալի էր։ Եվ խոսալ մենակ նրանից, որ համար 9-5-ը դա կարմիր խաղացող է, գտնում եմ սխալ, որովհետև մինչև ձեզ խոսացել է 7 համարը, որի մասին այստեղ քննարկում կար, մինչև ձեզ խոսացել է 4-ը, 3-ը, առաջինը, երկրորդը եւ այլն, բոլորը խոսացել են։ Դրա համար ինձ համար դուք անցյալ կրուգի միակ տեխնացում եք, խնդրում եմ ընդունեք 10 համարի տեխնացությունը։ Ինչ կապված է համար 7-ի հետ, համար 5-ն էլ բնականաբար այդքան դուրս չի գալի, եւ անկեղծ ասում եմ համար 5, որովհետև չգիտեմ, ինչի եք միշտ խաղում համար 6-ի հետ ու ձեր սաղ ցեքները համար 6-ի հետ, ինչ-որ բան գիտեք, որ մենք չգիտենք։ Համար 10-ի տեխնացությունը ընդունեք, ուշադրություն դարձրեք համար 7-ին եւ համար 9-ին։ շնորհակալություն, համար 3 խնդրեմ, Տեխնացիոնը ճիշտ ասած երբ համաձայն եմ, շատ ճիշտ նկատեց համար 2-ը, որ չխոսեցիք շատ, ուզում համար 5-ին հարց տալ, օրինակ հասկանամ, որ չեմ կարող տենց ուղիղ հարց տամ, կարմիր թե սև, հա, հետո կպարզվի ընթացքում։ Ինձ համար մի հատ դիալոգ կար, տենց դուր դիալոգ կար ձեր մեջ, որ դուք եւ համար 6-ը ինչ-որ բան խոսեցիք իրար հետ, ինքը սենց մի հատ ինչ-որ բան ասեց, տենց մատով, տիպը ինձ կրակենք, ես գնամ ու տենց, ու ինչ-որ սենց ինչ-որ զուգադիպություն եղավ, էլի։ Հիմա ես շատ եմ ուզում ձեզ լսել, չէ, պրոստը այդ թեմա, 2 բառ կոնկրետ պրոստը, էլի, հա։ Ես որովհետև մինչև այդ չգիտեմ ինչի հակված էի ձեզ հետ խաղալու համար, բայց այդ պահը ու իրա գնալը, որ ինքը գիշերը ասենք խփեց, ինձ մի քիչ բան արեց, էլի։ Մնացած բոլորի մասին չգիտեմ, ճիշտ ասած ոչ մի բան չկա, երևի կքվեարկեմ, էլի, ընդամենը փորձեմ տենց ինչ-որ եզրակացությունների բերել մնացածին։ շնորհակալություն, համար 4 խնդրեմ, Երևի անցյալ շրջանից ելնելով ես խաղում եմ դեռ համար 7-ի հետ, խաղում եմ միանշանակ, համար 10 ուշադիր չլսեց համար 9-ի տեքստը, ես ուշադիր լսել եմ դա նաև վերաբերվում, ինքը ասեց, որ համար 5-ը ստուգման է տարի համար 4-ին, հետո որ խաղից հանի նկատում եմ կրակի, որտեղ դες դեպք ինք արդեն տեսել է, ու ինչ-որ որոշավ եմ համար 5-ը չի ուզում աչքերից, ինչ-որ մեկը մեզ տեսավ լինել։ Ես համար 5-ով դեռ չեմ խաղում, որովհետև իմ համար շատ վտանգավոր խաղացող է համար 5-ը, ու տենց որ ինքը արդեն Ուրա ինչ-որ կասկածներ է, բայց նույն համար, որ ես լարվածություն եմ ունեցել առաջի ցերեկ խոսալուց, առաջի ցերեկը ասած իմ համար լարված ցերեկը, ու հիմա ոչ չէ, որ շատ լարված չեմ։ Էլի լարված եմ խեցնում, բայց նրանից չէ սև խաղացող եմ, ես կարմիր եմ, հավատացեք ինձ, խնդրեմ ընդրեք համար 5-ի տեխնացիոն դեռ, ես ուզում շատ տեխնացիոն որ ես կարողանամ ընտրեմ բոլորին էլ լսեմ։ շնորհակալություն, համար 5 խնդրեմ, Ընդմեկ համար 4-ի տեխնացիոնը համար 3 վասը համար 6-ը ես հարատում եմ ուղղակի, ես իրար հետ դիալոգի մեջ էի։ Եթե մենք պայմանավորվում էինք խփել, նախ մենք գիշեր ենք ունեցել այդ ընթացքում, եթե ես սև լինեմ, կարող ենք պայմանավորենք։ Երկրորդ եթե ինքը գնաց գիշեր մեկ իրան խփեցի, գոնե շատ ստուգացել, այսինքն ինքը կարմիր է, բայց կարմիր է, բայց դա միանշանակ, որտեղ ինքը գնացել է, ոչ ոք չի ասել։ Համար 2-ից հավատում եմ ձեզ։ Ես համար 3-ին եմ հավատում, որը ինչ-որ տարբերարինակ բաներ եմ ասացում, շատ տարբերարինակ։ 10-ի տեխնացիոնը իջալեց, ես չեմ գտնում, որ ինքը այս շրջանում քննարկվող տեխնացիոնն է, բայց ինքը 10-ը պարտադիր պիտի ստուգվի։ Չեմ հավատում 4-ին, սև եմ, կարծում եմ, որ սև է, հավատում եմ 1-ին 4-ին, որտեղ չեմ հավատում։ 7-ը կարող է կարմիր, որտեղ 4-ը 7-ին միանշանակ հավատում։ Տարօրինակ ման եմ լսել 4-ից։ Ես 4-ին չեմ հավատում, ամենաշատը։
10 վայրկյան։ Չեմ հավատում 9-ին, չեմ հավատում 10-ին, 8 նահանգիստի, մաման ինձ թվում է կարմիր լինի։ Այսինքն ինձ թվում է 2, 3, 1։ Ես չեմ մեկը վերջին հերթին, չգիտեմ ինչի այդ 4-ը միանշանակ 7-ին հավատում։ Շնորհակալություն։ Համարին ձեր ժամանակը սպառվեց, շնորհակալություն համարի 7 խնդրեմ։ Եկեք մի ասենց բան հասկանանք, նախ ինչի հենց համար 6-ը։ Ինձ համար հարց է դա, որի պատասխանը ես առայժմ չեմ գտնում։ Ուրեմն ես ասեմ, քանի մենք դեռ չգիտենք, ամեն մեկս մեր ինչ-որ վիրտուալ պատկերն ենք ձևավորել խաղի, թե ով ասել, ով է կարմիրի եւ այլն, առաջական տեխնիկական զուտ մոտեցում, հա, տեսեք։ Այստեղ կան մարդիկ, որոնք քիչ թե շատ իրար ճանաչում են տարիների ընթացքում, հա, այսինքն շատ կարևոր է, որ այդ մարդկանց մեջ անտագոնիզմ կա, օրինակ համար 2-ի ու համար 10-ի միջև։ Անտագոնիզմը ակնհայտ է դա, այսինքն համար 10-ը հենց անմիջապես համար 2-ը 10-ի վերաբերյալ խոսեց, հա, համար 10-ը խոսում է 5-ի վերաբերյալ, վստահում է, հավատում է թե ինչպես, համար 5-ը իր հերթին դուր չի գալիս որպես իր մարտավարության սկզբում, քանի որ միշտ շատ հարմար է խոսել այն մարդու մասին, որը քեզանից առաջ է։ Ես առաջարկում եմ, շերիֆ, ինձ ստուգում ես ստուգի քո խնդիրն է, համար 10, համար 2, համար 5, այս 3-ը պետք է մարդիկ հասկանան, ովքեր են իրենք սև են թե կարմիր, իրենցից խաղն է կախված, որ համար 1-ից նույնպես, իսկ ովքեր մեր հերոստատիկողներն են, համար 7 շնորհակալություն, համար 8 խնդրեմ։ Ես ոչ մեկից չեմ հավատում, ես ինձ եմ հավատում, գիտեմ, որ կարմիր եմ, բոլորիցս վախում, Գոգիկին եմ մի քիչ հավատում, որովհետև երրորդ համարին եմ հավատում, այո, ինձ էլ շատ տարօրինակ թվաց հենց առաջի կրոգից այսքան մարդ խոսացել է 10-րդ համարի շատ քիչ ու կարճ խոսել է ու մի անգամից 5-րդ համարին վստահեցնելով թե խաղերը հետ խաղացել շատերի հետ ես եմ խաղացել, բայց տարբեր են շատ խաղում ու դրանով չի կարելի հիմնվել, որ ինքը կարող է կարմիր լինել։ Դրա համար ես հիմա կխոսեք, եթե համոզիչ չի լինի ձեր խոսքը, ես կպաշտպանեմ ձեր կանդիդատուրան, իսկ եթե կհամոզեք, չեմ պաշտպանի։ Երկրորդ համարին եմ հավատում, առաջին գրեգի իր խոսքից դեր։ Շնորհակալություն, ձեր ժամանակը սպառվեց, համարին խնդրեմ։ Ժողովուրդ, իմ տեքստը կարար անհասկանալի լինել, եթե համար 10-ն եմ ասում, կարար անհասկանալի լինել իմ տեքստը։ Խնդրում եմ ընդունեք համար 7-ի կանդիդատուրան, համար 7-ը խոսած իր ամբողջ ժամանակը օգտագործեց զուտ նրա համար պարզելով ով ում հետ է ծանոթ, ով ում հետ ծանոթ չի, այսինքն ով ում հետ խաղացել է, ով ում հետ չի խաղացել, այսինքն ռեալն է այսքան մարդուց ոչ մի բան չասեց համար 7-ը։ Այսինքն իմ համար 7-ը ոչ մի կոնկրետ տեքստ չասեց զուտ իմ կողմնորոշման համար, այսինքն ես որպես կարմիր խաղացող պետք է կողմնորոշեմ ու ինչ-որ օգնություն մանգամ տարբեր խաղացողների մեջ։ Համար 7-ի մեջ այդ օգնությունը չգտա, չնայած որ ուրիշ խաղացողներ են տենում սև, այսինքն 50-50, հա, ամենակոպիտասակ ինչ-որ դիսպոմեշնի տեքստը ես համար 7-ի ստացա, զուտ դրա համար ես գնում եմ համար 7-ի կանդիդատուրան, ես քվեարկել եմ համար 7-ի դեմ։ Շնորհակալություն, համար 10 խնդրեմ։ Ես կարծում եմ համար 1-ը կարմիր է, որովհետև խոսացել են, ես արդեն 8-րդ եմ այս կրուկ, համար 1-ի մասին այս կրուկ չի խոսացվել։ Համար 1-ը կարմիր է ուրեմն։ Համար 2 քեզ են Աբրահամ, որովհետև ես դու ասում ես դու խոսացել ես մենակ համար 9-ից եւ 5-ից, ուրեմն առաջի համար 9-ից մենակ մի բան եմ ասել, վատ խոսած թող ստուգվի։ Հետո ասել եմ համար 2-ին միանշանակ նայ քո մասին խոսացել եմ, 6-ի մասին խոսացել եմ, 1-ի մասին խոսացել եմ։ Դու կարայի ուշադիր չլինեի, բայց քո տեքստը ադին վադին կրկնում է համար 3-ը եւ նայ այնտեղ խոսում են եւ համար 8-ը աբսոլյուտ նույնն է կրկնում։ Ընդունեք համար 8-ի տեխնացությունը իմ համար եւ ոչ իմ ես կարմիր խաղացող եմ, ես մարկը իմ համար կարմիր է, ամենին առաջի կողմից հավատացել եմ։ Հավատում եմ լիլային, սենց ասեմ։ Ու ինչ է, ընդհանեի, թոմնա ոչինչ, ես չեմ քվեարկում իրեն։ Ես թոմնա 8-ի տեխնացություն։ Շնորհակալություն, համար 1 խնդրեմ։ Խոսեմ արագ խոսամ ու բացատրեմ ինչա տեղն է։ 8-ը կարմիր է, 3-ը կարմիր է, 10-ը կարմիր է։ Հաստատ եմ ձեզ ասում, որ 3-ը, 8-ը եւ 10-ը կարմիր խաղացողները 8-ի մասին մոռացի։ Սա Կարեն համար 4 շատ լավ խոսած, կարմրական խոսած։ Համար 4 դեր համար 7-ը համարը կարմիր խաղացող է, հա? Ձեզ եմ հարցնում։ Ինչու՞։ Չգիտեք։ Չէ, եթե մի բան գիտեք, ասեք։ Որտեղ ես ձեր դեմ եմ գնում։
ասելու բան չունեք։ Ես ձեզ դեմ եմ գնում, որովհետև դուք սև խաղացող եք, ճիշտ է, շատ լարված նստած եք։ Իսկ առաջի ձեր ֆրազան, երբ որ դուք ասացիք նրա մասին, որ ես պատրաստում եի տեքստ, այսինքն անպատրաստ իմպրովիզից տեքստ ասեցի, որտեղ գիշեր ուրիշ բանով էի զբաղված, անհասկանալի է, որովհետև ես ցանկացած իմպրովիզը, ցանկացած բան կարող անեմ, պատրաստում, չպատրաստում։ Ուրեմն իմ համար շատ կասկածելի է Արմենը երկրորդ համար, ինքը վատ է խոսում, ահա որ վատ է խոսում Արմենը։ Բայց ես ասում եմ կարմիր խաղացող, եկեք քանենք 4 համարին, 4 համարը սև խաղացող, 8-ը, 3-ը, 10-ը կարմիր են։ Ես չգիտեմ ինչ գույն եմ, ես բայց 4-ը ինձ թվում, ուրիշ չունեք ինձ բան ասելու։ Ուրեմն 4 համար։ Հավելեք 4 համարին։ Դեռ չացեք։ Շնորհակալություն։ Եվ այսպես ունենք 5 տեքնածու, տիկնակ եւ պարոնայք, դրանք են համար 10, համար 5, համար 4, համար 7 եւ համար 8։ Կրկնում եմ 10, 5, 4, 7, 8։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 10-ը։ Շնորհակալություն, 1 ձայն։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 5-ը։ Շնորհակալություն, 1 ձայն։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 4-ը։ Շնորհակալություն, 4 ձայն։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 7-ը։ Շնորհակալություն, 2 ձայն եւ հետեւաբար համար 8-ի դեմ 1 ձայն։ Համար 4 դուք հավաքեցիք 4 ձայն։ Կտեսնեք վերջումս կարմիր խաղացող է։ Անհասկանալի է ինչի 9-7-ին կասկածը։ Իմ համար մինչև հիմա մնում է համար 7-ը կարմիր խաղացող, ընդհանրապես ուզում եմ ինձ լսել որ շերիֆը մի աստուգիրը, ոչ, ես շերիֆ չեմ, ուղղակի ես հավատում եմ համար 7-ին, հետո շատ հիմա լակոնիկ ու շատ տաղաբաներով է խոսում այդ մարդը։ Ներողություն, թե ինչ որ բան սխալ եմ ասում։ Բայց համար 3-ին ուշադիր եղեք։ Ուշադիր եղեք համար 3-ին։ 10 վայրկյան։ Համար 8-ին կարմիր խաղացող է թվում, բայց շնորհակալություն խաղի համար։ Շնորհակալություն։ Համար 4 խաղի համար եւ այսպես գիշեր։ Այս գիշեր սևորը խաղից հեռացրեցին համար 1-ին։ Դոնը չստուգեց ոչ մեկի, քանի որ խաղի մեջ չէր։ Շերիֆը ստուգեց համար 10-ին և գտավ սև խաղացող։ Հարավոր։ Այս անգամ էլ հարավորը բարի չէ, տիկնայք և պարոնայք, համար 1։ Համար 2-ը սև խաղացողը։ Ես երրորդին չեմ կամ հասկանամ ով է, բայց համար 2-ը հաստրի։ Չէ, ես չեմ շերիֆը, շատ լավ է, շերիֆը ես չեմ, որտեվ ու լավ է, շերիֆը խաղի մեջ է, հիմա ստեղ պետք է ուշադիր կարմիրները խաղան, 4 համար սև է ինձ թվում է և ես չեմ սխալվել։ Ինձ թվում է 8 համարը կարմիր է, կարմիրն իրան հավատացեք, եթե կարմիրները պետք է խաղան, ուտում ինքը անկապ տեքստեր ասում է, դեռ կարմիր է։ Եթե ինքը փորձեր ինչ-որ խելացի բաներ ասեր, փորձի ինչ-որ անալիզներ աներ, ում սև կլներ, ինքը կարմիր է։ Կոք դու ես կարմիր, 3-8 խաղացեք իրար հետ, 10 համարից, իմ համար կասկածելի, արդեն չեմ եք 98% գիտեմ, որ Արմենը սև խաղացող է, և այո, դե տեսնեք, 9-7, եթե կա շերիֆ, շատ լավ է, շերիֆ խաղի մեջ է, ինձ թվում է ժամանակն է բացվել, եթե ինքը սև, այսինքն նա տիրապետում իրավիճակին, շատ ուշադիր եղեք կարմիր, դու մանավանդ դու, որովհետև դու հիմա թույլ տեղն ես, որովհետև սևերը հիմա քո վրա են գնալու։ Իմացեք կարմիրներ, որ ժիպոն կարմիր խաղացող։ Շնորհակալություն խաղի համար, համար 1, դուք լքում եք մեր խաղը։ Եվ այսպես հերթական նորվա քննարկումը սկսում է համար 3-ը, խնդրեմ։ Շատ կուզենայի համար 2-ից սկսել, բայց տենց ստացվեց, որ ես եմ սկսելու։ Համար 2 դու իմ հետ խաղում ես, օրինակ, չես հավատում ինձ, որ ես կարմիր խաղացող եմ։ Գիտես ինչի, ինձ համար 10-ի խաղը թվաց շատ սև, ես քո ասածը հասկանալով, ես իրար դեմ քվեարկեցի, դու չքվեարկեցիր։ Հա? Դու 7-ի դեմ քվեարկեցիր, իզուր։ Հիմա ես խնդրում եմ ընդունեք համար 10-ի կանդիդատուրան, որովհետև ինքը պիտի գնա, տենց, հա, ինքը սև է, ու ես շերիֆն եմ խաղի։ Ստուգել եմ Մարկին, Մարկը կարմիր է, ստուգել եմ համար 10-ին, 10-ը սև խաղացողը։ Հիմա ով որ իմ հետ խաղում է, խնդրում եմ այս անգամ ինձ պատժ կարեք հիմա համար 10-ին հանենք,
Հետո ու քվեարկության ժամանակ էլ ձեռքս պարզ տնենք, որ հասկացվի, ես էլ բան չունեմ ասելու, թե հավատում եք, եկեք խաղանք։ Շնորհակալություն։ Համար 3, համար 5 խնդրեմ։ Նման 3, ես հավատում եմ, բայց պետք է ասել դրա մասին։ Ես չեմ հասկանում, ես հավատում եմ 8-ին իմիջիալոց։ Անկախ մարդ է ասելուց, ես հավատում եմ, դուք ես չեմ խաղացել ձեր հետ իմիջիալոց։ Մի խաղեմ խաղացեք իսար պրատ, դուք հանգիստ եք, հիմա ամենտեղ այն խաղը վերցել եք։ Հանգիստ ստացեք։ Դուք ոչ մեն չեք ասում, բայց դուք էմոցիոնալ հանգիստ եք, դրական։ 3-ը 8-ը կարմիր են իմ համար, համար 3։ Ես չեմ գտնում երկուսս այն իմիջիալոց։ 7-ը 9-ի մեջ է պետք ստուգել։ 7 կամ 9։ Ես երկուսին հավատում եմ։ Լավ, 7-ին եկեք ստուգենք։ Եթե 7-ը կարմիր է, հերթով 9-2։ 7-ը ամենաշից ստուգումն է։ 9-ը կոնկրետ շերիֆական դրել է 7-ին նախոտքում։ Ես նույնիսկ մտածեցի մի բան, որ կարող է 7 ստուգացել, որ փոշմանացի ես չեմ քվեարկել դա։ Մի բան ուզում եմ, եթե 7 ստուգներ իմ դեմ։ Ես չէի, դες դնել եմ 7-ի դեմ։ Ես տենց լսել եմ, ինքը դրել է 7-ին, դրել է 7-ի դեմ։ Եթե 4-ը իմ դեմ չքվեարկել, ես քվեարկել եմ 7-ի դեմ։ Ուզում եք համար 10-ի տեխնացություն, 10-ը գնում եմ։ Շնորհակալություն։ Համար 7 խնդրեմ։ Ուրեմն համար 3-ին առայժմ ես չվստահելու որևէ դրդապատճառ չունեմ, ամբողջությամբ դեռ համաձայն եմ։ Ուրեմն տրամադրվածությունը շատ բարդ է խաղի համար 3, քեզնից շատ լուրջ խնդիր է կանգնած, որովհետև համար 9-ը, ուրեմն համար 9-ի համար ասեմ, եթե ձեր համար խաղի հիմնական գրավականը որ կողմնակի անձանցից օգնություն փնտրեք, եկեք ձեզ խաղից անենք, դուք ձեր ուժերով փորձեք խաղալ։ Ես չեմ խաղում նրա համար, որ առանձին վերցված խաղակացիների կամ խաղացողների համար պիտանի կամ օգտակար լինեմ, բավարար, եթե ես ձեզ համար օգտակար չեմ, միգուցե դուք լքեք խաղը, որովհետև դա շատ ակնհայտ ագրեսիվ քայլ է ձեր կողմից, ես որևէ նման բան չասացի, որը կարող է նման ագրեսիայի բերել։ Ես համաձայն եմ, բայց եթե ինձ թողեցիք խաղի մեջ համար 3, եթե ինձ ստուգեցիք, հասկանում ես գիտեմ, որ ես կարմիր եմ, ինձ եթե ստուգեք, հերթով սաղին խփելու եմ, սկսել եմ 9-րդ համարից, վերջացնեմ 2-րդով։ Այսինքն դա վտանգավոր է, որովհետև 5-ը կա, որովհետև 8-ը կա, չստուգի, խնդիր չունեմ, խփելու եմ միանշանակ, բայց որովհետև գիշերը, որ ստուգես ասես ես եմ եղել կարմիր, այն մյուս գիշեր ես եմ մեռնելու, պարզ է որ դնել եմ համար 9-ի տեխնացություն, հետո դնել եմ համար 2-ի, որը այսքան տարիներ ճանաչում է, ու ինքը շատ լավ գիտի երբեմն ես ինչ տեսակ խաղացող առանց լուրջ պատճառների իմ տեխնացիոնը երբեք չէ դնի, եթե սեր չլիներ։ Այսինքն ես իրա վերաբերել լուրջ կասկածանքներ ունեմ։ Ես հավատացել եմ համար 8 խնդրեմ։ Այս խաղի շերիֆը ես եմ։ Գորգան շերիֆը չի, 3-րդ համարը այս խաղի շերիֆը չի, այս խաղի շերիֆը ես եմ։ Ստուգել եմ 10-րդ համարին, ինքը սև է։ Հավատում եք ինձ։ Չէ, ես այս խաղի շերիֆը չեմ, բայց Գոգան էլ շերիֆը չի արդյունքում, որովհետև ինքը կարող է ինչ-որ ցույց տալ ինչ-որ ձևով, որ ինքը շերիֆն է ու վրդովմունք արտահայտել։ Ես այս խաղի շերիֆը չեմ, կարմիր խաղացողում շատ խառնախաղի, ես ավելին ձեզ ասեմ, մի հատ բան եմ մտածում, որը կարող է մատս ծիծաղելի թվա, բայց կարող է մարկը համաստրից գնացած լինի, այդ իմ համար վերսիա է, հետաքրքրացնելու համար խաղը։ Բայց վստահ եմ, որ համարը սևա գնացել, չգիտեմ շատ խառն է, ես չեմ կարողանում հասկանամ։ Ես կխոսի 10-րդ համարին, որ կքվեարկեմ իր դեմ, որովհետև համար 8, համար 9 խնդրեմ։ Համեն դեպքում համար 10-ը գնամ, որտեղ երկու շերիֆ տվել են համար 10-ին սև։ Դա իմ լոգիկայով։ Ինչը վերաբերվում է համար 7-ին, ինչը վերաբերվում է համար 7-ին, համար 7, այս խաղը մենակով անհնար է խաղալ։ Այսինքն, եթե կարմիր ես, մենակով անհնար է այս խաղը խաղալ։ Այսինքն, մենակով կարմիրը պետք է իրան թիմ ստեղծի, որ կարողանա ինքը սևին բացի։ Եթե թիմը ձեզ չի ստանում, համար 7, որ ստանում եք առաջին նկատողություն, խաղից հանեք այդ խաղացողին։ Կներեք համար 7, ես խաղում եմ համար 2-ի հետ ու համար 3-ի հետ։ Ինձ ուզում եմ հավատամ քեզ։ Համար 2, համար 3, հանում եմ համար 10։ Շո, 10, շնորհակալություն, Համար 3 ցույց տվեք, հա, առաջինը ում եք ստուգել։ Առաջին ում եք ստուգել։ Բա ինչի ինձ հանում այդ դեպքում։ Ուրեմն խաղի շերիֆը ես եմ, ես ստուգել եմ ես առաջի գիշեր ստուգել եմ մարտին, որի մասին եւ ասել եմ։ Երկրորդ գիշեր ստուգել եմ համար 7-ին, կարմիր խաղացողա։ Ուրեմն շերիֆա բացվել համար 3-ը, ընդունեք համար 3-ի տեխնացիոնը, ինձ սենց անես, չանես այդ կապ չունի, կարաս լսես։ Ասեմ ես այս խաղի շերիֆն եմ, ստուգել եմ մարտին կարմիրա, ստուգել առաջի գիշեր, ստուգել եմ համար 7-ին կարմիրա։
ընդունեք համար 3-ի տեխնացիոնը, համար 8 ես քեզ շատ եմ խնդրում, քեզ մարդ էլ ասեց, մի կերեք ուզա, հասկանում ես դու առաջին, ես քո տեխնացիոնը դրեցի, եթե հիշում ես, քվեարկել եմ համար 4-ի դեմ, դու 3-ին նայելով իմ դեմ քվեարկեցիր, ես խնդիր չունեմ քո հետ, որտեղ ես քեզ հավատում եմ, քո այս տեքստերից հետո եմ ես հավատում, որ դու կարմիր ես, հասկանում, դու խառնված ես, դու չես ջոգում ինչ ա կատարվում։ Ընդունեք համար 3-ի տեխնացիոնը, ես խաղի Տիգրան համար 3-ը, ես աշխարհի շերիֆն եմ։ Շնորհակալություն, համար 2 խնդրեմ դուք եզրափակում եք շրջանը։ Մի հարց համար 9-ին, ինձ ինչ էր ցույց տալի։ Շերիֆ էր ցույց տալի։ Իսկ շատ լավ նկատեց համար 5-ը։ Ես ինչ եմ փոխել եւ քվեարկել 7-ի համար։ Ինքը շերիֆ էր խաղում։ Ինքը շերիֆ էր խաղում, ես ձեմ դրել 10-ի տեխնացիոնը, ես իր հետ քվեարկում եմ 7-ի համար։ Իսկ դու ինչ ես քվեարկում։ Հա? Ես կխնդրեմ, որպեսզի շերիֆը այս գիշեր ստուգի, հա, շերիֆ է, Գոգանա իմ համար շերիֆը, որովհետև շատ ավելի ատկրավենյա խոսում, քան 10-ը, նախ 10-ի վրա էլ բան կար։ Ես կխնդրեմ, որպեսզի դու ստուգես 5-ին, ոչ թե 7-ին, այլ 5-ին։ Չէ, համար 5 դուք ստանում եք առաջին նկատողությունը։ Բացատրեմ ինչի, որովհետև 7-ի վերաբերյալ կա ուրիշ մտածմունքներ, ինչ, չես դու քեզ ստուգի։ Ինչի։ Ո՞ւմ ստուգի։ Ո՞ւմ ստուգի։ Հա։ Այն մի շերիֆը ասեց ստուգել 7-ին, 7-ը կարմիր է։ 10 վայրկյան։ Մի վայրկյան, 5-ին, խնդրում եմ 5-ին։ Շնորհակալություն, համար 2, շնորհակալություն։ Եվ այսպես տիկնակ եւ բաղնակ համար 2 դուք ստանում եք առաջին նկատողությունը։ Եվ այսպես ունենք 2 տեխնացու, դրանք են համար 10-ը եւ համար 3-ը։ Կրկնում եմ 10 եւ 3։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 10-ը։ Շնորհակալություն։ 6 ձայն։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 3-ը, հետեւաբար 1 ձայն համար 10։ Տենց որոշեցիք, հիմա ես ինչ չեմ ճեղրելու, չեմ բան անելու։ Դու ասում ես ստուգի համար 5-ին, այն դեպքում, երբ որ համար 3-ը քեզ չի հավատում, вообще, իսպար։ Ու ասում ես պիտի ստուգեմ համար 2-ին, երբ որ իր խոսքն է։ Դու, չգիտեմ, այնտեղ նա ինչ է անում։ 9 շերիֆա խաղացել, դու 9-ի հետ ես խաղացել, հիմա 9-ին մեղադրում ես։ 7-ը այնտեղ նորմալ ախամ չեմ հասկանում 7-ը խի է իմ դեմ քվեարկում։ Իմ համար այս սեղանի շուրջ էլ եմ ասում, կա 2 կարմիր, այդ 7-ն է ու 8-ը։ Եվ մի հատ ստուգվածը, այդ ստուգված չէ, ստուգված կարմիր արմանն է, 8-ը խաղում է կարմիր եւ շերիֆա բացվել համար 3-ը։ Ես չգիտեմ ովքեր են 2-ը, 5-ը եւ 9-ը։ 8-ը կարմիր ասեցի։ Որովհետեւ չի կարա տենց անկապ խոսա ու ունի սև։ Իմ նման սև, բայ շնորհակալություն, համար 10, մեր ժամանակը սպառվեց, շնորհակալություն, համար 10-ը լքում է մեր խաղը և մեզ մոտ գիշեր։ Այս գիշեր սևերը խաղից հեռացրեցին համար 3-ին, ով խաղի շերիֆն էր։ Դոնը չստուգեց ոչ մեկի, քանի որ խաղի մեջ չէր։ Շերիֆը ստուգեց համար 7-ին և դարձյալ չգտավ սև խաղացող։ Առավոտ։ Կրկին անգամ առավոտը բարի չէ։ Համար 3։ Ես տենց էլ գիտեի, ճիշտն ասած, որ ինձ հանեցի շատ փոշմանում եմ, որ քեզ լսեցի, որտեվ ես գիշեր ստուգեցի համար 7-ին, ինքը կարմիր խաղացող էր։ Ես ստուգել էի համար 1-ին, ինքը կարմիր խաղացող է ստուգված։ Մի հատ ուշադիր կարաս լսես ինչ եմ խոսում, հետո կպայմանավորվես ինչ որ պիտի պայմանավորվես, իզուր քեզ չստուգեցի, դու երևի դավերապ քեզ չանեի։ Համար 1-ը մի խոսքով կարմիր խաղացող ստուգված, համար 7 կարմիր խաղացող ստուգված եւ համար 10-ը, որը սև էր խաղացող եւ գնաց խաղից։ Դրանից ավել լժե շերիֆ բացվել չբացվելու տրամաբանություն չեմ տեսնում։ Դու вообще ես շերիֆ բացվում, եթե ես ասում եմ ես շերիֆ եմ, կարամ նա հասկանամ։ Կերար ինձ։ Շնորհակալություն, տեսություն։ Շնորհակալություն, համար 3։ Համար 5 խնդրեմ։ Ընդունեք համար 9-ի տեխնացիոն։ Համար 2, համար 7, ստուգված կարմիր։
Համար 2 ես կարծում եմ 4-9 տասը լավ կարելի է նա լսել ուրախալի ես ինքը գրել է շերիֆական ձեր տեխնատությունը իմը չի դրել կարելի է ինքնապաշտպանական խաղալ ամենահանել լինի ապիք սխալ է խաղացել անեք իրան կհանեք իրան ես ոչ մի բան չեմ արել ես հանել եմ 4-ին չի ստուգվել հանել եմ իրան հետո հանել եմ 10-ին 8-ին ես հավատում եմ 8-ին որը քայլ արել որը նույնիսկ շերիֆը չի արել ես հավատում եմ 8-ին Ըստ դա սև խոտ չի չէ որ ես նա կասկածելի մարդու հավատում եմ 8-ին հավատում եմ 2-ին նույնիսկ չգիտեմ 7-ին չէր հավատում ինչ արել որտեղ 4-ն է իմ ամասը 4-9 Ինը չի կարա սև չլինի, որտեղ ինքը շերիֆական նորից եմ ասում դրել է 7-ին է։ Ես եթե 4-ը չկզարկել իմ դեմ, ես այն կրուգում գնալու ու ձեր դեմ։ Այ անկեղծ ասում եմ դրա մասին։ Ես դրել եմ 4-ի դեմ, որտեղ ինքն է իմ դեմ դրել։ Որտեղ ինքը շերիֆական է դրել 7-ի տեխնատությունը։ Ես նույնիսկ մտածել եմ, Okay, ես առաջարկում եմ հետևյալ մոտեցումը համար 5 կապ չունի մենք այս խաղի այս կոնկրետ խաղի ընթացքում ոնց իրար հետ վերաբերվեցինք, ինչ եղավ, ոնց եղավ։ Հիմա մենք տեխնիկական խնդիր ունենք։ Եթե մեկը չի երկուսն է, մենք ունենք լուրջ խնդրեմ։ Այսինքն ես իմ դրամաբանությունը հայտնում եմ ձեզ։ Դրամաբանությունս հետևյալն է։ Անկախ դրանից թե դուք ինչ գույնի եք, ես հավանում եմ ձեր խաղը։ Համաձայն չեմ շատ բաների հետ, չգիտեմ, ինձ դուր է գալ, կապ չունի։ Եթե դուք վստահում եք 8-րդ համարին, ես վստահում եմ ձեզ, ուրեմն։ Ես էլ չեմ ապրելու, որտեղ սա այն վերջին գիշերն է, ոնց դուք հասկանում եք։ Ուրեմն հենց հիմա շատ արագ տեմպերով խաղից անում ենք 9-րդ համարին, եթե խաղը չի ավարտվել, արդեն հասկացեք, ես կհանեի 2-րդին։ Թե հիմա դուք ում եք իրար ներողություն արտահայտությանս համար կանանցով մնաք ոնց եք իրար հետ բարիշելու, ես չեմ ուզում դրա մեջ ինչ համատեմ, որտեղ իմ տրամաբանությունը չի ների։ Շնորհակալություն։ Իմ ինքնեցնացությունը կա, թե այլ տրամաբանություն չկա։ Եթե դա դուք չեք, ես փորձում եի համոզել 3-րդ համարին, ինձ պետք է դուք ինձ պետք էիք։ Ես հասկանայի դուք ով եք։ Շնորհակալություն համար 8 խնդրեմ։ Ես պաշտպանում եմ 9-րդ համարի կանդիդատուրան, երկրորդ կրուգից արդեն ես իրան նշադրություն եմ դարձրել ու մինչև շերիֆի կարտիկ հայտնելու, ձեր կարտիկ հայտնելու ես արդեն վստահ էի, որ 9-րդ համարը սև այս խաղում, եթե իրան հանում ենք չենք գրում այս խաղը, ես հավատում ձեզ, ուրեմն վերջին սևը երկրորդ համարն է, ես կարմիր եմ այս խաղում ու ուղղակի շերիֆ բացվել է, կարելի է փորձել, չէ, ռեակցիաները հասկանալ է, չի նշանակում ասենք, որ չես հավատում հենց այդ պահին շերիֆին։ Ես հանում եմ 9-րդ համարին եւ կրում ենք այս խաղը։ Շնորհակալություն, համար 9 խնդրեմ։ Համար 5, եթե այդպես վստահ ես, որ ես սև խաղացող եմ, ինչի՞ ես ստուգման տալի համար 7-ին։ Չէ, ինչի՞ ես ստուգման տալի համար 7-ին։ Խնդրում եմ ընդունեք համար 5-ի կանդիդատուրան, համար 5 նույն ձևի, այսինքն իմ տրամաբանությունն էլ էս է։ Եթե դու տալիս ես ստուգման կարմիր խաղացողին, դու պետք է ջուրված, որովհետև խաղում մնացել են ընդամենը 5 հոգի։ Դու սաղին տվել ես ստուգման բացի ինձնից։ Դու տվել ես, այո, դու տվել ես համար 7-ին ստուգման շարին։ Այո, դու տվել ես, սաղին տվել ես բացի ինձնից։ Այսինքն լոգիկան ո՞րն է այդտեղ համար 5։ Համար 8 ինչն ես իմ խաղում նկատել։ Ես երբ որ հանգիստ եմ խաղում, այդ էս նկատել։ Ես չգիտեմ, այսինքն ես նույն ձևի խաղում եմ համար 2-ի, խաղում եմ համար 3-ի ու խաղում եմ համար 6-ի հետ։ Համար 7-ի հետ ինքը քանի որ ստուգված է, խաղում եմ համար 7-ի հետ, չեմ խաղում համար 5-ի հետ ու քվեարկել եմ համար 5-ի դեմ։ Ու լավ էլ նկատեց համար 7-ը որ կարա պրոստը 2-ով լինի խաղում, ու շուտ չգիտեմ, ես արդեն Շնորհակալություն, համար 9, համար 2։ Հիմա ես մի բան ասեմ շատ հետաքրքիր, Արման, համար 7։ Ինչ արեց համար 5-ը, հա, ինքը առաջի օրը ստուգման տվեց կամ 1 կամ 4։ Հնարավոր է մեկը ստուգված կարմիր է, 4-ն է Իվարյան, 4-ն է կարող է եւ կարմիր է գնացել։ Մենք ունենք հիմա ակնհայտ մի սև գնացած այդ 10-րդ համարն է, որին 5-ը դրեց շերիֆի բացվելուց հետո, այսինքն անիմաստ չտելել է։ Ես մի բան եմ ասում, համար 9-ը հիմա գնում է։ Եթե խաղը չպրծավ, ժողովուրդ ջան, խնդրում ուշադիր ելնեք, ես կարմիր խաղացող եմ։ Դու ինչ պրծնում Համար 5 դուք ստանում եք երկրորդ նկատողությունը։ Այս իրաց պոլեմիկան էլ այնց հիմիկվա, որ խաղում մնացել է 2 խաղացող, դու հաստատ ծևես, թե դու ես սև, դա կարա դա լինի։ Ես հիմա 9-ին եմ հանում, եթե խաղը չպրծավ, ես սև խաղացող է 9։ Շնորհակալություն։ Եվ այսպես ունենք երկու տեխնացու տեխնագետներ, դրանք են համար 9-ը եւ համար 5-ը, կրկնում եմ 9 եւ 5։ Ով է կողմ, որ խաղը լքի համարի 9-ը։ Շնորհակալություն, 4 ձայն։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 5-ը։ 1 ձայն։
Համար 9 դուք հավաքեցիք 4 ձայն։ Եվ ես ստիպված եմ հայտարարել, հաղթեցին կարմիրները։ Այս խաղում հաղթեցին կարմիրները։ Սերել էին 4-ը, 9-ը, 10-ը։ Այս պահի դրությամբ Կարմիր Թեսև հեռուստաակումբի վարկանիշային արուսակն ունի հետևյալ տեսքը. Ղազարյան Կարեն 1 միավոր, Պողոսյան Գեորգի 0.90 միավոր, Պողոսյան Հովանես 0.72 միավոր, Գյոզալյան Լիլիա 0.60 միավոր և Պետրոսյան Արմեն 0.60 միավոր։ Պարտվում է նա, ով խաղից դուրս է։